Ինչ է շատախոս Արվակն անվերջ անդադար պատմում։ Ինչու է ալիքների վրա հակված հաճարենին այդքան լոր, մտախոհ նրան լսում։ Գետը, ծառը կապ ունեն լեռներն իվար հառնող վանքերի ու մատուռների, հետս հետ է երկրի ընդերքը ընկղվող խաչքարերի հետ։ Ինչպես է մարդն այս ամենին առնչվում։ Ով է այսքան գեղեցիկ արարել հայի աշխարհը։ Մեր նկարահանող խումբը պիտի փորձի որոնել արարման խորհուրդը քեզ հետ հայրենակից։ Ստորգետնյա խավարում ակնթարթի պես մի կարճ պահ մեր աչքերը կկոցելուց հետո մենք ուրիշ աշխարհում, ավելի ճիշտ Դիլիջան ազգային պարկում ենք հայտնվում։ Պարկը, որ ստեղծվել է 2002 թվականին, գտնվում է 1070-ից 2800 մետր բացարձակ բարձրությունների վրա։ Զբաղեցնում է 2799 հեկտար տարածք, որի 94%-ը անտառներ են։ Մնացածը խոթարկներ, բացատներ։ Այս առաջին հայացքից վերացական թվերն ու թվարկումները նշանակում են, որ Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարած լեռնաշղթաների լանջերին սփռված ոչ այնքան ընդարձակ տարածքում ամենահամեստ հաշվումներով ավելի քան 900 բուսատեսակ, այդ թվում 323 ծառատեսակ է աճում, որոնցից 29-ը հատապտղային կենին, արջատխլենին, սզնին, գիհին, արոսենին գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ Էլ չենք խոսում կենդանական աշխարհի, թռչունների 147, կաթնասունների 43, սողունների 16, ձկների 5 տարատեսակների մասին։ Կուզեինք հայրենակից բարեկամ, ուշադրություն դարձնեիր հատկապես վարազների, ուսուրական բծավոր եղջերուների, քարարծիվների, գառնանգղների, լուսանների ու անտառակատուների վրա, որոնցից շատ քիչ են պահպանվել։ Բնության ձեռակերտ ու անձեռակերտ ուրիշ շատ հրաշալիքներ նկարահանելու համար պետք է հաղթարել ոչ միայն աղստև գետը, այլև վտակները, հովջուրը, շտողանաջուրը, բլդանը, հաղարծինը, գետիկը, շրջանցել Պարս, Գոշ, Բաչնի, Ժանգոտ, Բախտիարի լճերն ու մի շարք լճակներ, որոնք անվանում էլ չունեն։ Ուրեմն ժամանակ չկորցնենք։ Լեռնաշխարհն ի սկզբանե հովք է կոչվել։ Հովտեղ, ուր հովեկներն են հանգրվանում։ Երբվանից է այստեղ ապրում մեր նախնին։ Իհարկե անհիշելի ժամանակներից։ Նա բնիկ է։ Աղստևի աչափի դամբարանադաշտերը առնվազն 5000 տարվա վաղեմություն ունեն։ Գետիկն է, աղստևի աջ վտակը։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի քաշաթաղ գագաթից 2450 մետր բարձրությունից ու մինչև գետ թափվելը 56 վտակ է ընդունում։ Մենք հոսանքին հակառակ բարձրանում ուզում ենք շուտ Գոշավանք հասնել։ Ձորի երկարությամբ ձգվող ժառարձանները տեսնում ես։ Լեռների հարթ պատին ուրվագծվում և քարեդարանի նման իրար հաջորդելով ընդհուպ Գոշ գյուղն են հասնում։ Դիլիջան ազգային պարկը ստեղծված է բնության այս հրաշալիքները պահպանելու
ինչպես նաև կենդանական ու բուսական աշխարհի վերաշն ապահովելու համար։ Այս նպատակով պարկը 3 արգելոցային, տնտեսական, ինչպես նաև վերականգնման ու հանգստի ռեկրեացիոն գոտիների է բաժանված։ Արգելոցային գոտում բացի գիտահետազոտականից թույլ չի տրվում որևէ այլ գործունեություն, մանավանդ որ անտառը ինքնավերարտադրման ներուժ ունի։ Տնտեսական գոտում, հատկապես եթե նկատի ունենանք, որ ազգային պարկի տարածքում են գտնվում Դիլիջան քաղաքը, բազմաթիվ գյուղեր, մոտ 11 համայնք, մարդկային որոշ միջամտություն, օրինակ անտառի վերականգնողական հատումներ ու նոսրացումներ թույլատրվում են, հասկանալի է, խիստ սահմանափակումներով։ Գոշավանքը գիտես, միջնադարյան հայկական ճարտարապետության հրաշագործն է։ Մխիթար Գոշը, ում ժամանակակիցները այր իմաստուն եւ հես, մեծ վարդապետ, մեծ իմաստեն գիտության պատվանուններով էին մեծարում, վանքը հիմնադրել է 1188 թվականին Իվանես Զաքարյան մեծ իշխանի, ինչպես այժմ է ընդունված ասել, բարերարությամբ ու հովանավորությամբ։ Ու քանի որ հին գետիկը երկրաշարժից էր փլուզվել, Հյուսն մականունով Մխիթար վարպետը հիմքի քարերի մեջ ելուստներ էր ակուսել, իրարագուցել։ Միշտ ապիր, նախքան վանք մտնելը ուշադրությամբ դիտիր Գավիթի խաչքարը, որը ստեղծվել է 1291 թվականին ու ասեղնագործ է կոչվում։ Միջնադարյան քարագործ վարպետ Պողոսը Տանձուտի կիրճից պոկված կարծր քարաժայռի վրա մենակ 3 այսպիսի խաչքար է քանդակազարդել։ Մեկն անհայտ կորել է, երկրորդը քո դիմաց է, երրորդը Երևանում է պատմության թանգարանի ցուցասրահում։ Հիմա կարելի է մտնել վանք, սարսռալ Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների, զանգակատան, գրատան միջնադարյան վեհությունից ու մոգականությունից, որմնա սյունակամարաշարի կատարելությունից։ Արի Գավիթում դանդաղենք ու հիշենք, թե մոտ 1000 տարի առաջ ինչպես էին այստեղ ճեմում վանքի սաներն ու հայերեն, հունարեն, լատիներեն իմաստասիրություն, ճարտասանություն սերտում։ Գետիկը մեզ ուղեկցում է, մենք չենք մոլորվի։ Ազգային պարկի Գոշ տեղամասի բնական քարակույտերը լուսանի թաքստոցներն են։ Այստեղից գետաբաժանից պիտի թեքվենք, բայց նախ դիտենք միջնադարյան կամուրջը, որը միակամար է կարծր որցաքարերով շարված։ Ոչինչ, որ վերելքը դժվարանում է, անտառի թավուտում մեզ բազում անակնկալներ են սպասվում։ Մեր շուրջը վայրի պտղատուների ընկուզենու, կոկրոշենու, մամոխի, սզնիի ծառեր ու թփեր են։ Ժողովուրդը անտառուտները շլորկուտ, խնձորկուտ, զկրկուտ այն մրգերի անունով է կոչում, որոնցից տվյալ տարածքում շատ է պատահում։ Մոտենում ենք Դիլիջան ազգային պարկի կենու պուրակին։ Ծառատեսակի բարձրությունը մինչև 20 մետրի, բնի հաստությունը 1 մետրի է հասնում։ Չզարմանաս, յուրաքանչյուրն առնվազն 300-ից 400 տարեկան է։ Մեր նախնիները կենին բնափայտի գույնի պատճառով կարմրածառ էին կոչում, արքաների համար գահավորակներ, մահիճներ ադաղծագործում։ Ժողովուրդը նետածառել է անվանել, քանի որ փայտանյութից պողպատի պես կարծր ճկուն լինելու պատճառով նետեր կապարճ է պատրաստել։ Ուրեմն առաջին հայացքից խաղաղաբարող այս ծառերը կռվել են աղստևի կիրճ ներխուժած բոլոր ելուզակների դեմ։ Կռվել են ու հաղթել, որովհետև ելուզակները վաղուց չկան, իսկ մշտադալար կենիները մինչև հիմա կանգուն են։ Ինչու է աղբյուրներից սկիզբ առնող, աղստևի հոսող պահպաջուն վտակի ափին, կենիներով և հաճարենիներով շրջապատված գողտրիկ եկեղեցին, որ ավելի շուտ մատուռի է նման, անապատի Սուրբ Աստվածածին կոչվել։ Ինչու է ժողովուրդը աղավնավանք կոչում, պարզ չէ։ Միագմբեթ, սրբատար սալաքարերով պատված հոգևոր այս կառույցն ունեցել է կից շինություններ, որտեղ միաբաններն են ճգնել։
Նրանք երբ հոգնել են աղոթելուց, հերթական մագաղաթը գրելուց կամ ծաղկանկարելուց, վերցրել են մաղախներն ու ինքնակամ մոլորվել ծմակուտներում։ Ճկնակյացների մաղախները, որոնք միշտ ծոթրին ուրց էին բուրում, լեցուն էին լինում սրոհունդով, մեղրածուծով, մատուտակով, լեռնաչամիչով, մղամուճով, դժնիկով, այլ հազվագյուտ դեղաբույսերով ու ծաղիկներով։ Սրանցով հայ հոգևորականները ոչ միայն բուժիչ թուրմեր բալասաններ, այլև մագաղատների համար մելան ներկանյութեր էին պատրաստում։ Մինչև իսկ բուսաբուժության հանրագիտարանային ձեռնարկներ էին գրում։ Այժմ մենք շրջագայում ենք նույն բացատներում, տեսնում, հաճախ տրորում ենք նույն բույսերը, ծաղիկները ու ցավոք անգիտանում ենք այն հրաշագործ առանձնահատկությունները, որոնցով յուրաքանչյուրին օժտել է բնությունը։ Անտառապահն է, անտառի պանը, եթե կուզեք։ Ամբողջ օրը մենակ շրջում, բայց միայնակություն չի զգում։ Նա իր ասելով վաղուց արդեն մտերմացել, զրուցում է Դիլիջան ազգային պարկի մեղրատու, յուղատու, ներկատու բուսատեսակների, նույնիսկ թռչունների, զեռունների հետ։ Գիշերներն այստեղ կաղնու սաղարթներում թաքնված մարեհավը գեղգեղում է։ Սուր կռնչոցով նրան արձագանքում են քարարծիվն ու գառնանկղը։ Պարզ լիճը անտառի խորքում 1400 մետր բարձրության վրա ցոլցլացող լուսին է թվում։ Ափի ծառերը ասես սիրահարված լինեն խայտանքին։ Ժայռն ի վար գահավիժում ընդհուպ ալիքների մեջ են ընկղվում։ Մոտենանք, որ դու քարասեր ու ջրաճահճային բույսեր տեսնես։ Մինչև հիմա մենք աղստևի աչափին էինք։ Հիմա պիտի ձախն անցնենք։ Կամրջի վրա կանգ առնենք, ցած նայենք, որովհետև փամբակի բարձունքներից թեժլեռից սկիզբ առնող խենթ ու խելառ աղստևը այստեղ հանդարտվում, լայնանում, ձկների աճի բազմացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Եթե ժամանակ ունենայինք, կկանգնեինք ձկնորսների կողքին։ Գուցե բախտներս բերեր տեսնեինք, թե ինչպես են կարմրախայտ, ճանառ, մինչև իսկ լերկաձուկ որսում։ Ճիշտ է, վերջին տարիներին պաշարները զգալիորեն նվազել են, սակայն ազգային պարկի տեղական կենտրոնը վերականգնելու համար հեռանկարային ծրագրեր է իրագործում։ Վերջապես խճուղի դուրս եկանք։ Քայլենք դանդաղ ու պատկերացնենք, թե դարեր առաջ այս նույն համայնապատկերը դիտելով ինչպես են հովտով անցել ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը, ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Անցյալ դարասկզբին Անդրանիկն էլ է անցել։ Նա թուրքական նախճիրից փրկել Դիլիջան էր հասցրել արևմտահայ գաղթականների։ Բարեբախտաբար արհավիրքները այլևս չեն կրկնվելու, քանի որ այժմ հովտի ճամփաբաժանը պարսկականի, արաբականի, ռուսականի փոխարեն հայկական բանակի զորամասերն են հսկում։ Աղարցինը կարծում ենք քեզ պիտի քաջ ծանոթ լինի։ Աղստևի հովտի այս հանրահայտ եկեղեցական համալիրը կազմված է 3 կաթողիկեներից, գավիթից, սեղանատնից, մատուրներից։ Մոտենանք բազալտե տապանակարերին։ Ուշադիր նայիր։ Ասում են այս անշուք շիրիմներն արդեն քանի դար ամփոփում են Անիի Սմբատ, Գագիկ Բագրատունի թագավորների, Նոր Բերդի Կորիկյան արքայատոհմի նշխարքները։ Իսկ այժմ եք սեղանատուն մտնենք, քանի որ այն միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության բացառիկ կոթողներից է։ Մեր վանքերը մինչև հիմա հիանալի պահպանել են լսելիությունը, որովհետև քարագործ վարպետները գմբեթի ձեղուններում դատարկ կճուճներ են տեղադրել։ Նրանք իրենց կառույցներում ոչ միայն կավ, քար, մետաղ, նույնիսկ բնափայտ էին օգտագործում։ Այս մինչև մեր օրերը պահպանված հաճարկուտը նրանց աչքի առաջ է տարածվել, զորացել։
Հին դիլիջանցիները գիտեին, որ հաճարենին, որի բարձրությունը երբեմն 50 մետրի, տրամագիծը 2 մետրի է հասնում, չափազանց ամուր, ծանր, բայց հեշտ հղկվող ատաղձ ունի։ Ուստի օգտագործում էին նվագարաններ, կահույք եւ ինչպես ինքդ տեսար, եկեղեցիների դարպասներ, քիվեր, անգամ որմնասյուններ պատրաստելու համար։ Դիլիջանցիները գեղեցիկի նկատմամբ նախնական բնազդական հակում ունեին եւ հենց անվերջանալի պատերազմներից հետո վրա էր հասնում թեկուս կարճատև հրադադար, արվեստի հրաշալիքներ էին ստեղծում։ Հրաշալիքներ, որոնք նույնքան կատարյալ էին, որքան շրջապատող միջավայրը, բնությունը։ Խոսքը միայն փայտագործության մասին չէ։ 600 տարուց ավելի գետնի տակ թաղված 350 կիլոգրամ կշռով բրոնզե այս կաթսայի 3 ոտքերը սմբակակերպ, 4 ունկերը առյուծակերպ, 3 օղամանյակները առյուծագլուխներ են։ Դա առասպել չէ, կաթսան հիմա էլ Հայաստանի պատմության թանգարանի ցուցասրահում է։ Քանի չենք հոգնել, շարունակենք քայլել, վայրեջքն անհամեմատ ջուրին է։ Ավելի լավ է չխոսենք, խորը, որքան հնարավոր է խորը շնչենք ծաղիկների նեկտարափոշին։ Հասել ենք ազգային պարկի բարձրադիր մարգագետիններն ու ալպիական գոտիները։ Այստեղ համբեր ենք, որպեսզի այծյամ կամ ազնվածեղ եղջերու նկարահանենք։ Անցած տարիներին եղջերուների թվաքանակը կտրուկ նվազել էր, եւ Դիլիջանի անտառը թերևս բնության այդ հրաշալիքից իսպառ զրկվեր, եթե ժամանակին 130 ուսուրական բծավոր եղջերու չներմուծվեր։ Թե եղջերուները եւ թե ներմուծված մյուս կենդանիները 60 վարազները Դիլիջանի պայմաններին արդեն հարմարվել, բազմանալ են սկսել։ Նույնը վայրի կատուներն ու գայլերը։ Իհարկե Հայաստանի անտառներն ընդհանրապես, Դիլիջանի անտառը մասնավորապես, առանց գորշ արջի անհնար է պատկերացնել։ Ազգային պարկի ամենախոշոր կենդանին, որի քաշը ընդհուպ 300 կիլոգրամի է հասնում, մեղմաբարո մինչև իսկ բարեհոգի է։ Ոչ միայն մարդկանց, կենդանիների վրա էլ չի հարձակվում։ Արջերի այս տեսակն ամբողջ տարին հատապտուղներով է սնվում, ձմռանը քուն մտնում։ Արահետը թվում էր ինքն էլ է խարխափում բավիղներում, բայց տեսար ինչպես բոլոր ճանապարհները մեզ եկեղեցի հասցրեց։ Միանգամից երկու եկեղեցիների, որոնք միջնադարյան հայրենների նման կատարյալ են ու ներդաշնակ։ Կողք կողքի են, դրա համար ջուխտակ են կոչվում։ Իհարկե դա ժողովրդական անվանումն է, ձախակողմյանը, Սուրբ Աստվածածինը, միանավ է, թաղակապ, երկթեք տանիքով։ Փորձենք կարդալ ճակատակալ քարի արձանագրությունը։ Ես հայրապետ առաջնորդ Սուրբ Ուխտիս շինեցի Սուրբ Աստվածածինն եւ հույսով կարգեցի։ Մյուսը Սուրբ Գրիգորը գմբեթավոր է, հարուստ հյուսածո զարդամոտիվներով։ Վիմագրությունները վկայում են, որ 12-րդ եւ 13-րդ դարերում կառուցված այս համալիրը գիշերավանք է կոչվել։ Երևի գիշերային աղոթքի համար է նախատեսված եղել։ Բլդան գետի հոսանքով շարունակենք ցած իջնել, որ Դիլիջան հանքային ջրի ակունքին հասնենք։ Նկատեցիր, ջուրը ժայթքում դեղնակարմրավուն հետք է թողնում։ Հենց դա էլ դեռևս դարեր առաջ բացահայտել է ընդերքի առեղծվածները, տեղաբնակներին հուշել, որ լեռների խորքերում թանկարժեք հանածոների երակներ, երկաթի, ցինկի, պղնձի, բրոմի, լիթիումի տարրեր կան։ Այդ հայտնագործված ու դեռևս չհայտնագործված պաշարներն են հավանաբար նման բացառիկ հատկանիշներով օժտել Դիլիջան հանքային ջուրը, այն աստիճան, որ տարբեր դարերի, տարբեր ազգերի ճանապարհորդներ ըմպել, հետո նորից են ըմպել ու հիացած բացականչել են։ Բարեհամ է, խիստ պաղ ու կազդուրիչ։ Առողջապան Ալեքսանդրովը մինչև իսկ պնդել է. ջուր չէ, այլ բնական բուժարան։ Իհարկե մենք չհասցրեցինք տեսնել այն ամենը, ինչն արժեր տեսնել։ Ժամանակն է սակայն, որ անտառը թողնենք իր օրինական տերերին, գորշ արջերին, գայլերին, աղվեսներին ու գորշուկներին։ Քայլենք դեպի Դիլիջան։ Լավ է, որ գոնե այստեղ քաղաքը պահպանել է իր ավանդական տեսքը, կղմին դրածածկ թեք տանիքներն ու զարդանախշ պատշգամբները։ Դեռևս անցյալ 100-ամյակում Դիլիջանն այսքան ինքնատիպ տեսք է ունեցել։ Համարվել է Հայաստանի բարետես բնակավայրերից մեկը։
Նույնիսկ եղել են հովեկներ, որոնց թվում իշխանական գերդաստաններ, որոնք մի անգամ այցելելուց հետո նախընտրել են ընդմիշտ քաղաքում հաստատվել։ Բացատը, ուր մենք կհասնենք քիչ անց, ռոտոնդա է կոչվում։ Եվրոպական անվանում է, բոլորակաձև, կենտրոնակազմ կառույց է նշանակում։ Այստեղ դիլիջանցիները 1900 թվականին արդիական ամառային թատրոն կառուցեցին, որտեղ տարիներ շարունակ գլխավոր դերերով հանդես եկան առանց բացառության ժամանակի բոլոր անվանի հայ դերասանները։ Նրանց ներկայացրած բեմադրությունները դիտում էին ոչ միայն դիլիջանցիները, այլև հովեկները, որոնց թվում մեր դասականներից շատերը։ Նրանք այնտեղ ոչ միայն հանգստանում, այլև ազգային արժեքներ էին ստեղծում։ Ռոտոնդայում մինչև հիմա պահպանվում է այն ծառը, որի տակ Եղիշե Չարենցը բանաստեղծություններ է գրել։ Դիլիջանի բնությունը ի սկզբանե առինքնել է նաև այլազգի մեծերին։ Դիլիջանով ներշնչվելու, Դիլիջանում ստեղծագործելու համար երկարատև ճանապարհորդություններ են կատարել, հաճախ ծովեր, օվկիանոսներ, աշխարհամասեր կտրել Ռոքուել Քենտը, Դմիտրի Շոստակովիչը, Բենջամին Բրիտենը, շատ այլ ռուսներ, անգլիացիներ, ամերիկացիներ, ճապոնացիներ։ Նրանք արագ մերվել, հարազատացել են լեռնաշխարհի բնությանը, միջավայրին, իրենց բազմաթիվ վաղուց արդեն դասական համարվող ստեղծագործությունների տակ առանձին ջերմությամբ մակագրել, հղացել, սկսել, ավարտել եմ Դիլիջանում։ Իրավացի է այս հովիտներում ծնված, այս հովիտները բազում գրքերում նկարագրած Վախթանգ Անանյանը։ Բնությանը, ինչպես մորը, պետք է լավ ճանաչել, սիրել, քանի որ նա մայրերի մայրն է։ Բնությունն իրեն տիրել առավել եւս շահագործել փորձողներին չի ներում, բայց նրանց, ովքեր պահպանում են, շռայլորեն բաշխում է հրապույրներն ու անսպար հարստությունները։ Հենց դա են նկատի ունեցել Դիլիջան ազգային պարկում օգտակար ու հաճելի հանգստի ռեկրեացիոն գոտու ստեղծողները, ավելի ճիշտ հղացողները, որը նոր է ձևավորվում, սակայն խոստանում է արդյունավետ լինել։ Խոսքը նախ եւ առաջ միջազգային արտահայտությամբ էկոտուրիզմի մասին է։ Ինքդ էլ արդեն համոզվեցիր, բարեկամ, որ ազգային պարկում մեկը մեկից հետաքրքիր երթուղիներ շատ կան։ Իրազեկ զբոսավարները կարող են ուրիշներն էլ առաջարկել։ Վերջապես, չմոռանանք, որ Դիլիջանը դեռևս 18-րդ դարում հանգստավայր է եղել։ Բոլոր մասնագետներն էլ նույնն են պնդել։ Այստեղ բուժվողին տեղ պետք չէ։ Օդն ինքնին առողջարար է։ 1980 թվականին Դիլիջան այցելած լիտվացի հայտնի հրապարակագիր Ալդոնա Շմիգելսկին Վիլնյուս վերադառնալուն պես պիտի գրեր. Եթե ճիշտ է, որ դրախտում անտառներ, լեռներ, հորդառատ գետեր կան, ուրեմն դրախտը չափազանց նման պիտի լինի Դիլիջանին։ Լիտվացի հրապարակագրի հետ դժվար է չհամաձայնել։ Դիլիջանը իրոք երկրային դրախտ է, ու այդ դրախտը Հայաստանինն է, հայ ժողովրդինը։ Մեր նախնիները կարողացել են բրիչով, հատիչով ու գրիչով, հարկ եղած դեպքում նաև զենքով պահպանել, փոխանցել մեզ։ Հերթը մերն է։